Այս շաբաթ պարզ դարձավ, որ ազգային անվտանգության ծառայությունը 16 միլիոն դրամով Toyota Camry է գնել Toyota Երևան ընկերությունից։ Առաջին հայացքից սա սովորական գնում է, բայց երբ նայում ես ամբողջ պատկերին, տեսնում ես շատ ավելի խորը խնդիր։ Վերջին տարիներին նույն Toyota Երևանը ստացել է միլիարդավոր դրամների պետական պատվերներ, բարեկային ծառայության համար հարյուրավոր մեքենաներ, նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների համար թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներ եւ հետո նույն այդ մեքենաների սպասարկման պայմանագրեր։ Այս ընկերության 30% բաժնետերը Սեդրակ Քոչարյանն է, Ռոբերտ Քոչարյանի որդի։ Նրա բաժնեմասի օրինականությունն այսօր վիճարկվում է դատարանում։ Մյուս խոշոր բաժնետերը Սամվել Մայրապետյանը տարիներ շարունակ գտնվում է հետախուզման մեջ։ Եվ այս պայմաններում պետությունը շարունակում է նույն այս ընկերությանը փոխանցել պետական գումարներ։ Սա այլևս տնտեսություն չէ, սա քաղաքական, տնտեսական փակ համակարգ է, որտեղ իշխանությունն ու որոշ տնտեսական խմբեր փոխադարձորեն սպասարկում են միմյանց։ Երբ պետությունը չի ապահովում իրական մրցակցություն, երբ նույն անուններն անընդհատ հայտնվում են պետական գնումների հաղթողների շարքում, դա արդեն կոռուպցիայի ռիսկ չէ միայն, դա վստահության կորուստ է։ Այսօր Հայաստանի առաջ ամենամեծ ընտրությունը սա է՝ շարունակել այս փակ համակարգը, որտեղ պետական փողը պտտվում է նույն շրջանակներում, թե կառուցել բաց, հաշվետու եւ արդար պետություն, որտեղ յուրաքանչյուր դրամ աշխատում է քաղաքացու համար։ Ես ընտրում եմ երկրորդը, եւ սա պարզապես խոստում չէ, սա քաղաքական դիրքորոշում է՝ կոտրել փակ տնտեսական քաղաքական կապերը եւ վերադարձնել պետությունը քաղաքացուն։